Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել Մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ եւ դիտեք մեզ։ Ինչպես դառնալ 10 անգամ ավելի արդյունավետ քո գործում։ Այս հարցում օգնության է հասնում Ռե Արմենիա ակադեմիայի առաջին բաց ու անվճար շարեստական բանականության վեբինարը։ Ինչ է այն տալու, մենք կփորձենք հասկանալ նաև իմ բանախոսների միջոցով։ Այսօր ես զրուցելու եմ Ռե Արմենիա համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ Ռե Արմենիա ակադեմիայի AI խորհրդատու Անահիտ Վարդանյանի հետ, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ամենաակտուալ թեման է արհեստական բանականությունը։ Շատերը մի քիչ անհանգստացած են, շատերը ոգևորված են արհեստական բանականության գոյությամբ, որովհետև շատ ավելի հեշտացել է ամեն ինչ, ավելի մաչելի է դարձել, շատերն էլ վախեցած են ուղղակի, սարսափած նույնիսկ, որովհետև հաշվի առնելով, որ բազմաթիվ գրական գործեր ֆանտաստիկ ժանրի իրականություն են դարձել, հետևաբար մարդիկ մտածում են, որ արհեստական բանականությունը, քանի որ նաև մասնագետներից շատերն են պնդում, որ իրենց նախատեսածից եւ պլանավորվածից շատ ավելի արագ է զարգանում, իրենք էլ են անհանգիստ, օրինակ դուք ինչ կասեք այդ առումով։ Նորից շնորհակալություն ձեզ հրավերի համար։ Դե տեսեք, այդ ոնց որ ցանկացած մեծ նորարարություն ու մեծ փոփոխություն, ոնց որ երկու կողմ էլ ունի, համ ռիսկեր ունի, համ հնարավորություններ ունի, բայց ես առաջերտին կուզեմ, որ արհեստական բանականության մասշտաբը իրար հետ մի հատ պատկերացնենք, ոնց որ ժամանակին էլեկտրական հոսանքի ուրեմն հայտնությունն ա եղել, չէ՞, ինչ են ասում, բանը, նորարարություն որպես էլ էլեկտրական հոսանքը կամ հետո համակարգիչները, հետո ինտերնետը, հիմա առնվազն այդ մասշտաբի փոփոխություն ա բերում արհեստական բանականությունը։ Ավելի շատ է բերում։ Էդ եմ ասում։ Չէ, հոսանքը չի մտածում եւ քո հարցերին չի պատասխանում եւ քեզ չի զրուցում, հաճախ նաեւ էմոցիոնալ պատասխաններ չի տալիս, այս է անհանգստացնողը։ Երբ մութերով սկսվեց լույս լինել, մարդիկ ինձ թվում է նույն ձևի զարմանք ունեին ու շատերը նույնիսկ վախ, որ գիշերը լույս ունենք ու այս ոնց կարա նորմալ լինի։ Բայց ես ավելի շատ այն իմաստով է այդ համեմատությունը բերում, որ ամեն տեղ է օգտագործվում, ամեն ինչի մեջ, այսինքն օրինակ հիմա մեր կյանքը առանց հեռախոսի, ինտերնետի համակարգչի, առանց հոսանքի չեն կարող պատկերացնել։ Նույն բանը արհեստական բանականությանը վերաբերում։ Այս ասելով հետեւյալն եմ ուզում ասել, որ յուրաքանչյուր մարդ անպայման համարյա ամեն գործում արհեստական բանականություն օգտագործելու է։ Հիմա ինչքան շուտ սկսենք օգտագործել, ինչքան շուտ տիրապետենք այդ ամբողջին որպես գործիք, այդքան ավելի ուրեմն արդյունավետ ենք լինելու, արագ ենք զարգանալու, այդքան ռիսկերից խուսափելու ենք։ Գրագետ մոտեցմամբ։ Հա, դա էլ է իհարկե շատ կարևոր, բայց էլ ավելի կարևոր է հիմա որևէ մոտեցմամբ սկսել օգտագործելը, այսինքն բզբզես, փորձես, ռուսերեն ասում մեթոդում տիկը, չէ, ասենք բզբզելով սեփական սխալներից վրա, հա, թեկուզ, իհարկե շատ ավելի լավ է, որ հենց սկզբից հասկանաս այդ ինչա ու ոնց է աշխատում, ոնց կարող ես կիրառել ու գրագետ ձեր ասածի պես էլի սկսես օգտագործել, բայց այսօր էլի խոսում ենք մի օրինակ բերեցի, մենք պատկերացնում ենք ոնց որ ես տենց եմ պատկերացնում, ոնց որ ձիերի մի հատ երամակա պատկերացեք, ասես մեծ թափով գալիս է, ու հիմա մի դեպքում գալու է վրայովդ անցնելու է, ինչ որ դու անում էիր, այն ինչպեսին որ քո միջավայրները էլ տես չի լինելու, մյուս դեպքում դու կարողանալու ես հեծնել այդ ձիերին ու դու իրանց հետ միասին մեծ արագությամբ գնալու ես առաջ։ Հիմա մեզ պետք է, որ ամեն հայ արհեստական բանականության գործիքները իրա ոլորտում, իրա գործում անպայման կիրառի ու դրանով ճիշտ կիրառի ու դրանով տասնյակ անգամներ ավելի էֆեկտիվ դառնա։ Ձեր օրինակը շատ գունեղ էր, այստեղ ծի հեծնելու պարագան, բայց այստեղ շատ կարևոր է մի հանգամանք, բանալին մեկ այլ տեղ է, երբ դու հեծնում ես ծին, այնպես անես, որ ճանապարհը ինքը ցույց տաս, այլ ոչ թե թողնես ծին քեզ տանի ուր կտանի, որովհետև արհեստական բանականության թեմայով մասնագետների հետ եթերում եմ շատ զրուցել, եւ նրանք մի կարևոր հանգամանք էին առաջ քաշում, որ շատ կարևոր է, որ արհեստական բանականության ամեն մի տված ինֆորմացիա այսպես տվեց, վերջ հալած յուղի տեղ չընդունենք, այլ իրեն դիտարկենք որպես զուտ օգնական։ Այսինքն նա լինի քեզ օգնական, այլ ոչ թե ծուլանաս, այսպես նստես ասեցին փոխարեն արհեստական բանականությունը կմտածի։ 100%։ Ի վերջո նաև հաշվի առնենք եւս մեկ կարևոր հանգամանք, որ որքան տեխնոլոգիաները զարգանում են, ապրում ենք ժամանակակից աշխարհում, այնքան սկսում ենք մենք քիչ մտածել, ծուլությունն է այստեղի հայտ գալիս, որովհետեւ քո փոխարեն շատ բան է արվում։
Համամիտ եք ինձ հետ, թե ոչ կենցաղից սկսած, մինչև օրինակ YouTube-ում երաժշտություն լսելուց։ Արդեն քեզ ծրագիր է ինքնաբերաբար հաշվարկում է, թե ինչ երգեր ես սիրում, եւ քեզ համար արդեն playlist է պատրաստում, դու էլ պետք չի փնտրես։ Եթե սոցիալական ցանցերի կամ առհասարակ սոցհարթակների ալգորիթմներն ենք, հա, հաճախ այդ տրամաբանությունը կա ու հաճախ սոցցանցերում մենք տեսնում ենք հրապարակումներ, որ ուղղակի ուզում են մենք տեսնենք։ Իսկ թե արհեստական բանականությունը ինչքանով կդառնա գործիք մեր ձեռքում, դա մենք ենք որոշելու, միանշանակ մեզանից է կախված մեծ մասամբ, քանի որ նույն դանակը իմ ձեռքում կարող է եւ որպես վատզենք լինել եւ որպես դրական նպատակներին ծառայող գործիք։ Նույն տրամաբանությամբ արհեստական բանականությամբ ես կարող եմ սկսել ավելի մեծ մտածել ու ավելի մեծ խնդիրներ լուծել փոքր ժամանակում, մեծ էֆեկտիվությամբ, այնինչ ինչ որ մարդիկ գուցե դրան նայեն որպես ծուլության աղբյուր։ Դրա համար մի քիչ շատ անհատական մոտեցում է այստեղ պետք, մարդկանց mindset ասված այդ մտքի մակարդակում, երբ որ դու ճիշտ ես որոշում ես ճիշտ տեսանկյունից մոտենալ ես հնարավորությանը, կարծում եմ ռիսկերը նվազում են ծույլ դառնալու։ Ընդհակառակը սկսում ես ավելի մեծ մասշտաբի մտածել, որովհետև տեսնում ես հնարավորություններ, որոնք աշխարհի մակարդակում նորարարություն են, նոր գործիքներ են։ Ծանոթացալ ինչ որ նոր գործիքի, հասկանում ես ինքը ոնց կկապվի մյուս գործիքի հետ, որին արդեն գիտեիր, դրան էլ գումարվում է կարծում ես մի հատ նոր գործիքի մասին, որն էլ էս մասով օրինակ ծածկում քո կարիքները, այդ երեքը կարողանում ես արդեն կապել իրար, ստանալ մի հատ նոր product, որը չկար աշխարհում կամ շատ բացառիկ է Հայաստանում, ու այսպես շատ կարևոր է ոնց որ ձեռքը պուլսին պահելը։ Ես ուզում եմ ավելացնել, որ շատ կարևոր է արհեստական բանականությունը որպես գործիք վերաբերվել, այդ շատ կարևոր է։ Հենց որ ձեր ասածը տեղի ունենում, երբ որ դու մտածում ես, թե ինքը ոչ թե գործիքն այլ գործանողը, քո փոխարեն հաջորդիվ դառնում արդեն դե քո փոխարեն գործանողը, այդ լրիվ ուրիշ վիճակ է։ Իսկ երբ որ դու հասկանում ես, որ սա գործիք է, վերջնական որոշում կայացնողը, նպատակը, խնդրի ձևակերպումը դու ես ըստ էության վերջի հաշվով անում, դու ես սահմանում նպատակը ու արհեստական բանականությունը ու ամենա ուրեմն առաջատար բաները, ուրեմն դեպքերը էլի, որ այսօր կան, օրինակ AI agent-ները, այդ արհեստական բանականության գործակալները, որոնք ըստ էության արդեն ուրեմն ոնց որ դեմք ունեցող, կարծիք ունեցող խարակտեր, ոնց որ բնավորություն ունեցող, տենց միավորներ են, իդեպ նաև այսօր հնարավորություն կա թույներ սարքել, այսինքն երկվորյակներ ես կարողանում սարքել, հենց դու քո երկվորյակը, այսինքն դու վերցնում ես քո ամբողջ տեղեկատվությունը, հոդվածներ ես գրել, ինտերվյուներ ես տվել, ինչ որ բաներ ես խոսել, քննարկել, նամակագրություններ, բան լցնում ես, feed ես անում այդտեղ, ու այդ ամբողջ բովանդակության հիման վրա մի հատ AI թույն է ձևավորվում, քո կլոնը կոպիտ ասած Այն տարբերակը, կոպիտ ասած, եթե այդպես ենք ասում։ Այո, որը բազմաթիվ հարցերի քո փոխարեն արդեն կարողանում է պատասխանել, լուծել։ Չեմ ուզում։ Ինչի՞ բայց այդ գիտեք ոնց է գործը հեշտացնում, ձեր կյանքը արագացնում ձեր։ Տեսեք, հիմա մի կարևոր բան ասեմ, օրինակ շատ-շատերը մտավախություն ունեն, որ արհեստական բանականության հետևանքով մեր հասարակությունը կդառնա ավելի սպառողական հասարակություն։ Տեսեք, օրինակ, որտեղ հանգստանում, եթե նախկինում սկսում էր մտածել, փորփրում էր, փնտրում էր, ուղեղ էր աշխատացնում, այս ժամանակահատվածում քեզ կարող է ծրագիրն ասել, ես մտածել եմ, դու ունեցել ես այսքան ծանր օրեր եւ այլն, դու կարիք ունես այսինչ տեղում, այսինչ վայրում հանգստանալ։ Ստացվեց, որ դու չմտածեցիր եւ ուղղակի չաշխատացրիր քո փոխարեն։ Հա, ընդհանրապես որոշում կայացնող ենք դառնում։ Դա վատ է, որոշում կայացնող լինի մարդը։ Այդ ոնց որ հիմա ասեք, գիտես ինչ կա, այդ որ զուգարանում ջուրը քաշելու սարքը տեղում դրած է, շատ վատ է։ Ֆիզիկական շարժում չկա, չես գնում հորից ջուրը վեդրոյով չես քաշում։ Հիմա տեսեք, մենք շատ ուրախ ենք, որ լվացքի մեքենան կա եւ մենք ընդհանրապես մեկ կնոպկա ենք սխվում։ Դրա մասին չի խոսքը, բայց այստեղ մտածողության շատերը, ձեր ասած, գիտակից մարդիկ կկարողանան ճիշտ այն օգտագործել։ Ինչպես դուք եք նշում։ Մենք մարդկանց գիտակից ենք էլի համարում, չէ՞։ Դե շատ մարդիկ էլ ուղղակի են մարդիկ, որոնք ալարում են շատ բան անել, այսպես ասած, նրանք կօգտվեն այդ առիթից եւ ել ավելի շատ կալարեն։ Չէ, հենց այդ աղատեն ուժ բան մաս ենք խոսում, նրա մասին, թե մարդն ինչպիսին է։ Տեսակը մարդու, մոտիվները մարդու, նպատակները, այս մակարդակում ենք խոսում արդեն, այսինքն եթե որտեվ մնացած բոլոր գործիքները եւս այդ նույն մարդիկ իրանց տեսակից, արժեքներից, նպատակներից կախված բացարձակ տարբեր ձևերով են օգտագործում։ Հիմա կարևոր է հասկանալ, որ այստեղ խնդրեմը
եթե մարդը ավելի է ծուլանում, թամբարանում, ոչ թե գործիքն է, այլ այդ մարդու մտածողությունը, հնարավորություն ունի ծուլանալու։ Դրա վրա աշխատ։ Չէ, դե հնարավորություն ծուլան միշտ ունես։ Այն ոնց է, որ ասում եմ, իմ համար պարկած եմ, ասում եմ, ինչ ես վեր կանում գնաս գործ անես, փող աշխատես, ես անես, այն անես, հետո ես կունենաս, այն կունենաս, հանգիստ պլաժում քո համար կպարկես։ Այդ անտուն մարդ է էլի բոմժ։ Ասում եմ, պարկած եմ էլի իմ համար։ Այդ ամեն ինչի ինչի համար, որ դու պետք է հանգիստ պարկեմ։ Հիմա ասում ասեմ, մարդը կախված իր նպատակներից այս գործիքները կամ օգտագործելու է կամ չէ։ Մենք գնացքի հետևից չպիտի վազենք, որովհետև ուզենք թե չուզենք արհեստական բանականությունն արդեն մեր կյանքից գալի մասում է եւ այն գնալով ավելի է շատանալու, մենք պետք է գնացքը նստենք, որպեսզի համահունչ գնանք։ Սա էլ ձիերի մյուս տարբերակը։ Բայց մենք մտածում ենք պետք է այդ գնացքը քշենք, է։ Հա, անպայման ղեկին պետք է մարդ լինի։ Ու մերոնցից։ Չէ, որտեղ բանա, չէ, այսօր արնակ աշխարհում գոյատևելու զարգանալու երկու տարբերակ կա, մեկը հետևել փոփոխություններին, մյուսը առաջնորդել փոփոխությունները։ Հետևել եւ առաջնորդվել, իդեալական։ Առաջնորդել, հա, կամ փոփոխություններին առաջնորդել, կամ փոփոխություններին ուրիշ տարբերակ չկա։ Եթե այդ երկուսից մեկում չես, դուրս ես մնում։ Հիմա ամբողջ հարցն է, որ հայերի առաջ ծառացած պրոբլեմները ու մարտահրավերները որ ունենք այն մասշտաբի են, որ մենք հետևելով փոփոխություններին չենք կարողանում հասցնել մեր առաջ ծառացած խնդիրները լուծել։ Հետևաբար մեր համար գեր կարևոր է այդ փոփոխություններն առաջնորդելը։ Դրա համար է ստեղծված այս անվճար վեբինարը։ Այո, նաև է, հա։ Եկեք հիմա անդրադառնանք նրա այն մասին, թե ինչի համար հավաքվել ենք, թեպետ շատ կարևոր էր նախաբանը մեր ռադիո լսողների համար, ես իզուր չէի այս հարցերը տալիս։ Հիմա հասկանանք ինչ ծրագիր է այն իրենից ներկայացնում, որքան է տևելու եւ ինչ հիմնական բանալիներ եք տալու մասնակիցներին։ Երևի թե ես ներկայացնեմ շաբաթ օրը, մարտի 15-ին։ Այսքան վաղը։ Ժամը 15-ին ունենալու ենք անվճար վեբինար, որի ժամանակ պլանավորում ենք շատ մեծ թվով մարդկանց հետ կիսվել տարբեր AI գործիքներով, առհասարակ ինչպես է աշխատում արհեստական բանականությունը, որպեսզի մարդիկ ճիշտ պատկերացնեն ու ճիշտ շփվեն AI-ների հետ։ Այդ պրոմպտ ասվածը հայերենով հրահանգ ենք ասում, հրահանգների տեխնիկաներով են կիսվելու, թե ինչպես արդյունավետ շփվեն, որպեսզի լավագույն պատասխանները ստանան։ Թիրախային հարցերը նկատի ունեք, ճիշտ հարցադրումներ, հարցեր, կլինեն առաջադրանքներ, որ տալիս ենք, որպեսզի արհեստական բանականության գործիքները անեն։ Այդպես on-line է լինելու, թե offline։ Լինելու է on-line, 2.5 ժամ կտևի։ Ով ուզի կարող է մասնակցել։ Այո։ Ես Ռեարմինի սոցցեջերում կտեսնեք նաև հղումը, նաև գրանցվողներին անհատապես կուղարկենք։ Անմիջապես հետո կոմենտներ հատվածում տեղադրեք հղումների հասցեներ, որպեսզի մեր ռադիո լսողները ոչ թե փնտրեն, այլ միանգամից գործեն։ Լավ, խնդրեմ։ Այդպես ներկայացնելու ենք առհասարակ արհեստական բանականության աշխատելու պրինցիպները, prompt տեխնիկաներ, որ քանի տեսեք ցանկացած chatbot ասվածը, տարբեր AI-ներ կարող են տոտալ տարբեր պատասխաններ տալ տարբեր հրահանգների ու մեր շփում AI-ի հետ ըստ դրա կարող է փոխվել, դուք լինեք շատ երջանիկ, ես լինեմ դժգոհ, ես իմ ուզած հարցերի պատասխանները չստանամ, դուք շատ արդյունավետ համարեք այդ խոսակցությունները ու այդ ամեն ինչը կախված է կոնկրետ մեր հրահանգներից ու մի քանի այլ ֆակտորներից։ Մենք վեբինարի ժամանակ նաև դրանք ենք պատմելու, ներկայացնենք, որպեսզի յուրաքանչյուր մարդ ինչ թեմայով որ շփվի AI-ների հետ, կարողանա այդ տեխնիկաները կիրառելով ավելի էֆեկտիվ պատասխաններ ստանա։ Գտնես ամբողջ հարցը գիտեք ինչու՞մ է, որ AI-ի հետ շփվելուց դու այսինքն եթե նախկինում գործիքդ, չգիտեմ, բանա համակարգ չասենք, ստեղնաշարներ, գրիչներ, երրորդ, չորրորդ, հիմա քո գործիքը քո խոսքն է։ Այսինքն ոնց ես դու հրահանգը ձևակերպում, դրանից ուղիղ կախված է, թե ինչ արդյունք կստանաս։ Ես ինձ շատ լավ եմ զգում այս հարցում, բայց դուք պատկերացրեք, հա, իրապես իսկականից օրինակ հենց դուք շատ ավելի լավ prompt ինժեներ կլինեք, քան մեկը, ով որ իր մտքերը ձևակերպելու առիթ չի ունեցել, չի սովորել, չի կարողանում, հա, որտեղ ու մի հատ հետարքիր բան կա, քիչ առաջ որ խոսում ենք այդ վախը AI-ի հետ կապված, որ ինչ որ մասնագիտություններ վերանալու են, հա, մի մոմենտ նույնիսկ ասում են հաղորդավարներին են նրանք փոխարինելու, դեմ եմ, հա, որովհետև այդուհանդերձ որքան էլ մենք հիմա զրուցում ենք իրար հետ, ես վստահ եմ, որ նա չի կարողանալու նույն էմոցիոնալ, այսպես ասած, հարթությամբ տանի զրույցը, որքան մարդը։
այդ ժամանակը իհարկե ցույց կտա, բայց մի արեք։ Չէ, կարևոր է որ գիտակցենք, որ ոչ թե ձեր փոխարենը անելու, այլ դուք, այսինքն առանց ձեզ մարդ, ով որ նպատակներն է դնում, խնդիրներն է սահմանում, հա, եթե գլխին չեղավ, այդ գործը չի արվի։ Այսինքն դուք արդեն ձեր ժամանակը մեծ հավանականությամբ ոչ թե հենց հաղորդումը վարելու, այլ այդ վարման ուղղությունը որոշելու վրա եք, էլի ծախսելու ձեր ժամանակը, ու միևնույն ժամանակ դուք կարող ա հենց ձեր ինտելեկտով, ձեր գիտելիքով ու բովանդակությամբ մի քանի հատ այդ կլոնները ունենալով մի քանի զուգահեռ հաղորդում տարբեր մարդկանց հետ անցկացնել։ Ես ինքս ինձ։ Այդ դուք եք լինելու, էլի դուք եք։ Կապ չունի։ Այնուամենայնիվ, բայց մի հատ Ավելի լավ շատ հաղորդում եք հասցնելու մի ժամանակ։ Ես շատ հաղորդումներ հասցնում եմ վարել, այստեղ միևնույն է այդ առումով կարծում եմ, որ կոնկրետ կան որոշակի մասնագիտություններ, որ այդուհանդերձ մարդկային գործոնը շատ կարևոր է եւ առաջնային, որտեղ կա էմոցիոնալ դաշտ, թեպետ ես որքան հասկանում եմ, արհեստական բանականությունը շատ շուտով նաեւ մեզ էմոցիոնալ դաշտով էլ է զարմացնելու, որովհետեւ շատ արագ է ինչ որ զարգանում։ Այս օրինակը, որ ուզում եմ բերի, հենց այդ մասնագիտություններից մեկի մասին էր, այտենց մեմ էր պատտվում, դիզայներները ոգեորված ասում էին, «Պարզվում է, եթե դու արհեստական բանականության ուզում ես պատվիրես, որ քո համար դիզայն անի, դու պետքա հստակ ձևակերպես քո խնդիրը։ Հետևաբար մենք փրկված ենք ասում, որովհետև գոյություն չունի տես պատվիրատու, որը կարող է դիզայներին խնդիրը հստակ բացատրի։ Սարումով միշտ մարդիկ հաղթած կլինեն։ Մեր վեբինարն էլ մեծապես հենց դրա մասին է լինելու, թե ոնց հստակ ձևակերպել, դեռ տեխնիկաներ կան։ Օրինակ շատ կարճ մեկը ասեմ, բանը ACDQ-ա կոչվում, այսինքն տեխնիկա է, որը ասում է ոնց պետք է AI-ից շփվես։ Օրինակ, առաջինը դու պետք է ասես, թե ինքը որպես ով պիտի գործի։ Դու իրան ասում ես, այ դու, ասենք, մարքեթինգի մասնագետ ես, այս ինչ երկրում այսքան տարի աշխատած, այս կազմակերպություններում այսքան փորձ կուտակած։ Հետո սինա, այսինքն կոնտեքստ ես տալի, ասում ես, ու հիմա դու իմ համար Հայաստանի Հանրապետությունում այս ինչ խնդիրը լուծելու համար, այսինքն մարքեթինգային արշավ մի հատ պետքա պլանավորես, հետո գալիս է դիթեյլները, այդտեղ արդեն դետալներ, մանրամասներ ես տալի, ասում ես, ու այդ արշավը գործելու է այս մարդկանց համար, որոնք միջինում այսքան եկամտաբերություն են, sense հետաքրություններ, դետալներն ես տալի, ու վերջում էլ քյունակ question ասում ես, ու եթե այս ամեն ինչը անելու համար ինչ որ հարցեր կա, որ դու կուզես ինձ տալ, որոնց պատասխանները կօգնի քեզ, այդ հարցերը դու, ու երբ որ դու այս տեխնիկայով ես ուզում, այն ինչ որ ուզում ես, այսինքն օրինակ այդ մարքեթինգային արշավի պլանավորումը, հա, որ ինքը քո համար անի, լրիվ ուրիշ որակա, ասենք այն չեք պատկերացնի ինչ աստիճանի մանրակրկիտ մտածված առաջարկներ են։ Իսկ եթե ասես, ես ասենք Կեշմիածնում պերաշկի ծախելու համար ուզում եմ արշավ անեմ, մի հատ գրի ոնց անեմ, ինքը կգրի։ Հա, ինչ որ ախմախ բաներ կարող է գրի, էլի։ Այտենց, այսինքն այս ամսի 15-ի ժամը 15-ի վեբինարի նպատակը հենց այդ է, որ մարդիկ ավելի լավ հասկանան ինչ է իրանից այս AI կոչվածը ներկայացնում, իրան որպես գործիք ոնց պետքա վերաբերենք, որ իրան օգտագործենք, ոչ թե օգտագործվենք կամ ոնց որ ռիսկ լինի մեր համար, ու այս տեխնիկաներից կխոսանք, իհարկե ավելի մանրամասն։ Այստեղ կապ չունեն փաստորեն մասնագիտությունները ամբողջությամբ ընդհանրացված է լինելու, չէ՞։ Այո, այնպիսի տեխնիկաներ են ընտրել, որ շատերի դեպքում կիրառելի է լինելու, դա հիմնականում այսպես կարող են կոչել AI-ների հետ հաղորդակցման տեխնիկաներ, ինչպես գրենք, որպեսզի մաքսիմալ արդյունավետ լինի, բայց բացի տեխնիկաներից մենք ունենալու ենք նաև տեղում դեմոնստրացիաներ տարբեր գործիքների եւ տեքստային բովանդակություն ստեղծող AI-ների եւ վիզուալ, նաև տեղում կայք կպատրաստենք մի քանի րոպեվա ընթացքում։ Այս ամենի նպատակը որն է, որ մարդիկ հասկանան մենք զրոյից ինչ-որ բան ստեղծեցինք, տեղում մենք միասին արեցինք, այդ ամեն ինչը, որ ներկայացնում ենք, ուղղակի խոսքեր չեն, մենք էլ սուպեր կարողություններով մարդիկ չենք, սովորական մարդիկ ենք, ինչպես եւ մեր ռադիո լսողները, ու յուրաքանչյուրս այսօր ունի այդ հնարավորությունը։ Շատ հաճախ ընտիր գործիքներ կան AI, որ անվճար են։ Ուղղակի պետքա մտնել, փորձարկել, թեստավորել, հասկանալ, որոնք ինչ խնդիրներ են լավ լուծում, ու այդ մասով սկսել իրենց հետ պարբերական աշխատանք անել։ Տարիքային սահմանափակում կա մասնակիցների։ Բացարձակ։ Սա էլ է շատ կարևոր։ Երկրորդ հարցս ինտերակտիվի հնարավորություն կա, թեպետ հաշվի առնելով, թե որքան մարդ է ձեզ հետևելու, շատ բարդ կլինի ինտերակտիվի մասը երևի, թե, չէ։ Այս պահին 200-ից ավել գրանցում ունենք, կարծում ենք ընթացքում չի լինի ձայնային պատասխաններ, բայց մենք թիմով ենք միանալու, մեր AI թիմում էլ արդեն մի քանի հոգի կանք, ու թիմակիցները չաթի միջոցով կպատասխանեն մասնակիցների հարցերին։ Մարդիկ հարցեր ունենան, կարող են չաթում գրել եւ մասնաշատ շատ լավ տարբերակ եք մտածել, որովհետեւ քանակը շատ է լինելու։ Հա, բայց ամենակարևորը գրանցողները իրանց էլեկտրոնային փոստի հասցեն թողնում են, ու մենք հետեւաբար իրանց հետ կարող ենք միշտ կապի մեջ լինել, բացի դրանից մենք մի հատ էլ
Telegram ալիք ենք ստեղծել այս մի քանի օրվա Դա էլ ընթացքում։ կդնեք կոմենտներում։ Հա, այդ այնքան լավ, ինքը կոչվում է iKesban։ Ինչ լավն է։ Այդ AI-ը իհարկե AI-ով է գրած, AI շատ լավ բառախաղ եք ու արել։ այդ շատ զարմանքի մասն է, մասն ալել, որ iKesban, այսպես բան էլ կա, sense բան էլ կա, ու այդ ամեն ինչը ավտոմատիզացված է, այդ ուրեմն Telegram կանալում ամեն օրվա դրությամբ, այդ օրվա նորությունները, նոր տեխնիկաներ, նոր գործիքներ, նոր հնարավորություններ, այդ ամեն ինչը ավտոմատիզացված, տարբեր տեղերից հավաքած, լավ հայերենով թարգմանված այդ chatbot-ում ներկայացվելու է։ Հրաշալի է։ Միտքս հետևյալն է, որ համ այդ Telegram կանալով, համ էլեկտրոնային փոստով, համ արդեն սոցիալական ցանցերով Ռեարմենիային բոլորը կարող են պարտադիր է գրանցվել։ Անընդհատ կապ, այո, հա։ Սիրելի ռադիոլսողներ, եթե դեռ չեք գրանցվել, խնդրում եմ եթերից հետո շտապ գրանցվեք, որպեսզի բաց չթողնեք, ես էլ եթերից հետո ձեր օգնությամբ կգրանցվեմ, որովհետև կարծում եմ յուրաքանչյուրիս համար կարևոր է այս հմտություններին ծանոթանալ, ի վերջո մեզ համար նորություն է, բայց հասկանում ենք, որ առանց դրա խաղի կանոնները փոխվում են աշխարհի։ Ըստ էության այդպես է ստացվում։ Եթե մենք ժամանակին խոսում էինք, այս կարևոր նրբությունների էլ եմ ուզում ձեզ հետ անդրադառնալ, ժամանակին անդադար խոսում էինք մեդիա գրագիտության մասին, ասում էինք, որ պետք է աղբյուրները ճշտել եւ այլն, հա, լրագրողներս ի պաշտոն է, հա, ի մասնագիտությունից ելնելով դրանց տիրապետում էինք, բայց գիտենք, որ շատ հաճախ ուղակի քաղաքացին վերնագրային մտածողություն ունի, բացում է եւ չի նայում թե ովքեր են, մի խոսքով, մեդիա գրագիտությունից զատ, հիմա մենք գալիս ենք մեկ այլ ուրիշ խնդրի առաջ ենք կանգնում, որովհետև արհեստական բանականությունը իրականությանը շատ մոտ նաև վիդեոներ է պատրաստում, եւ դու արդեն չգիտես դա իրական է թե ոչ։ Այստեղ փաստորեն ստացվում է նաև մեր գիտելիքի մեկ այլ հարթություն պիտի տեղափոխվենք վտանգների հետ կապված։ Որքան է ճիշտ իմ դիտարկումը։ Բավականին ճիշտ է։ Ես այսպես եմ ընկալում, որ մի ընդհանուր կոմպլեքս է մեդիագրագիտություն, AI գործիքների կիրառություններ, ընդհանուր առմամբ սոցհարթակներին տիրապետելու ինչ խորությամբ ենք տիրապետում, նրբությունները հասկանալ եւ այլն, այս ամբողջը մի ընդհանուր կոմպլեքս համակարգ է, որի առնվազն մինիմալ գիտելիքները պարտադիր են 21-րդ դարում ճիշտ ու ապահով հաղորդակցություններ տանելու համար, երևի թե շատ բացառիկ մարդիկ կլինեն, որ չկան որևէ սոցհարթակում, այդտեղ ուղղակի պարտադիր հմտություններ կան, որ ժամանակի ընթացքում սովորում ենք ու մենք այս AI դասընթացներով, վեբինարներով անվճար հենց պլանավորում ենք մարդկանց ավելի արագ մոտեցնել այն մինիմալ գիտելիքներին առնվազն, որ պետք է յուրաքանչյուր մարդու։ Բայց նաև մենք պլանավորում ենք փոքրիկ մասնագիտացված կուրսեր, օրինակ հենց տեքստային AI-ներով զբաղվելու համար կամ վիզուալ։ Տարբեր խմբերով կունենանք առաջիկա ամիսներին, որպեսզի հետևենք։ Անպայման, հենց Telegram-յան խմբում մենք դասընթացների վերաբերյալ էլ կտարածենք։ Օրինակ տեքստային բովանդակություն ստեղծողների համար առանձին խումբ կունենանք լրագրողներ, թարգմանիչներ, copywriter-ներ, որոնց հետ կկիսվենք հենց այդ ուղղությամբ լավ աշխատող գործիքներով, տեխնիկաներով էլի, հնարավորություններով ու այդպես մեր պլանները մարդկանց կրթելն է, մանավանդ որ հայ մարդիկ կարողանան իրենց գործում շատ արդյունավետ լինեն ու արագ խնդիրներ լուծեն։ Եթե կարելի է ձեր հարցին էլ անդրադառնամ, այսինքն այս տեսանկյունից էլի, որ իսկապես այդ խնդիրը կա, այդ fact checking-ը ահագին ավելի բարդ է դառնում էլի այսօրվա օրով։ Նախ աշխարհում տենց կազմակերպություններ են սկսել շատ ակտիվ ձևավորվել ու մեծանալ։ Նոր մասնագիտություններ են ծնվում։ Այո, բազմաթիվ նոր մասնագիտություններ, տվյալ դեպքում կառույցներ, որոնց ֆունկցիան կամ գործառույթը հենց այդ AI-ով գեներացրած թե չէ, վստահելի տվյալա թե չէ, թե վիզուալ, թե տեքստային առումով, էլի, այս տեսակ հարցերով են զբաղվում։ Նույն օրինակ Facebook-ին, X-ին, մնացած հարթակներին այդ կազմակերպությունները շատ ինտենսիվ fact checking-ի ծառայություններ են տալի, բայց նաև հիմա աշխարհում տենց տենդենս է գնում, այս ամեն ինչը ուրեմն իրավական առումով կարգավորելու վերաբերյալ խոսակցություններ են գնում։ Օրինակ, հնարավոր է ինչ-որ ժամանակ հետո պարտադիր լինի, որ AI-ով գեներացրած նկարների կամ վիդեոների վրա հստակ գրված լինի, որ սա AI-ով է գեներացված։ Իրականում դա շատ ճիշտ է։ Հա, որպեսզի շփոթության մեջ մարդիկ չընկնեն, որտեվ այսօր ձեր ասածի պես արդեն շատ քիչ է տարբերություն։ Հա, մասնագետները նայում են, Ես նայում եմ, ուշադիր նայում եմ եւ հասկանում եմ, որ դա AI-ի ստեղծած է, բայց սովորական մարդը գուցե չհասկանա։ Շատ հաճախ լինում են այնպիսի գեներացրած օրինակ նկարներ կամ տեքստեր, որ
Շատ մանրամասն նայելով էլ չենք կարող ասել, որ սա այո, միտքը հենց է դա, որ գնալով ավելի ու ավելի են հմտանում էլի այս գործիքները։ Սոցիալական ցանցում իրավական կարգավորումները ըստ էության չկան, արդեն շատ բան խնդիր է, մի հատ էլ սա է ավելանում, դառնում է ավելի բարդ։ Այստեղ որքան կարևոր է ուսուցիչների եւ դասախոսների հմտությունը արհեստական բանականության վերաբերյալ, հաշվի առնելով, որ այս լայն ու գեղեցիկ հնարավորություններից կօգտվեն նաեւ մեր աշակերտներն ու ուսանողները իրենց տնային առաջադրանքները կատարելիս։ Շատ լավ, այդ առաջադրանքները կակրած կփոխվեն։ Բայց ուսուցիչները որպեսզի հասկանան, որ դա ուղղակի երեխան չի նստել գլուխ ջարդել, այսինքն թացը չորից տարբերելու մասին է խոսքը։ Դեպքում առավել եւս պետք է ուսուցիչները շատ արագ ու շատ արդյունավետ ձևով սովորեն, զարգանան, ուժեղանան, զինվեն AI-ներով, որովհետեւ այսպեսի մի արտահայտություն ֆիքսեցինք մենք մի քանի օր առաջ մեր AI թիմում բոլորս երիտասարդներ ենք ու այդպես մտածեցինք, որ AI ձայնը ջահելների ականջին շատ շուտ է հասնում ու միանգամից այդ ձեր օրինակի հետ սերունդն է կապեցի շատ գովելի է, որ աշակերտները սկսեն, երևի արդեն սկսել են տարբեր AI-ներ օգտագործել իրենց թեկուզ տնային աշխատանքները կատարելու համար կամ նոր բաներ, նոր ձևով կրթվելու համար։ Բայց չէ՞ որ երեխաները մի քիչ թացը ջորից չեն տարբերում եւ հաճախ կարող են այդ դրա համար եմ ասում, դասատուն գիտելիք ունենա, որ հասկանա, որ երեխան ինքը չի պատրաստվել, այլ վերցրել copy paste է արել։ Ես այդպիսի գրառում տեսել էի, որ իմ ծանոթներից մեկը դասախոս ուսանողներից ընդամենը մի քանի հոգու էր նշանակել, որովհետև մի անգամից աչքը ծակել էր, որ նրանք AI-ից են օգտվել եւ սեփական, այսպես ասած, ջանք չեն թափել ու ընդհանրապես չեն աշխատել, հա, իրենց փոխարեն AI-ն է գրել։ Ես մի բան ասեմ, էլի ձեզ օրինակ այդ հարցին պատասխանելով ինչքանով է կարևոր, որ դասատուները, դասախոսները տիրապետեն գործիքներին, AI գործիքներին, այդ նույնն է, օրինակ ինչքանով է կարևոր, որ իրանք համակարգչին տիրապետեն, ինչքանով է կարևոր, որ էլեկտրական սարքերի հետ վարվել իմանան կամ ինտերնետ կարողանան օգտագործել, այդ նույնքան կարևոր է, որ այսինքն այսօրվա աշխարհում ոնց որ անցած դարում ասենք, ինչքանով էր կարևոր, որ դասատուն կարողանար գրիչով գրել։ Ասենք ոչ թե սեպագիր աներ, ոչ թե ասենք, չգիտեմ, ինչ որ բան է։ Դե ժամանակները փոխվում են, իրենց հրամայականներով են գալիս, եւ պետք է ճկուն լինի մարդը ցանկացած փոփոխության։ Հատկապես երբ որ ուսուցիչին է խոսքը վերաբերում, ուսուցիչը ինքը կրթողն է, կերտողն է, ձևավորողն է, այսինքն անդադար կրթվողն է, որպեսզի կարողանա ճիշտ կրթել։ Այո, հետեւաբար անհրաժեշտ է, որ իրանք ամբողջ խորությամբ տիրապետեն հենց այս նոր գործիքներին։ Երկրորդը երեխաները պետքա որ այս ամեն ինչն օգտագործեն, բայց ձեր ասացի պես ոչ թե պետքա իրանք այն գործը, որ իրանք պետքա մտածեին ու գրեին կամ վայելչագրության դասին ձեռքով պետքա գրեն, դրա փոխարեն ուրիշ բան անեն կամ իրանք ուրեմն շարադրելու փոխարեն AI-ին մի բան պատվիրեն, copy paste անեն, չէ, իրանք AI-ը պետքա օգտագործեն այդ իրանք շարադրելիքը լավագույնս շարադրելու համար։ Օրինակ brainstorming-ների մեջ, քննարկումների, մտագրողների մեջ կարող օգտագործեն։ Հիմա երբ որ դասատուն այդ ձիերին հեծած ալում, ոչ թե ձիերի ոտի տակ ընկած, ինքը սկսում է արդեն այդ նույն արագությամբ երեխեքի հետ գնալ առաջ, սովորացնել թե երեխեքը այսօրվա աշխարհում իրանց առաջ դրած խնդիրները ոնց պետքա AI գործիքներով ել ավելի արդյունավետ լուծեն։ Այդ լավագույն վիճակը կլինի։ Բավականաչափ ռեսուրս եք օգտագործում, փաստորեն, անվճար դասընթաց, վեբինար ստեղծելու համար։ Հայերիս համար հրամայականը այդքան շատ կարևոր բառ է, այստեղ չգիտեմ ճիշտ կգործածեմ թե ոչ, որ որոշել եք այս գործին անցնեք։ Մենք սկզբում չհասցրինք շատ ներածական հատված անել Ռեարմենիայի վերաբերյալ։ Ռեարմենիան համագործակցության հարթակ է հայերի համար ստեղծված, որի նպատակը տարբեր խնդիրներ լուծելն է։ Մեզ մոտ տարբեր խնդիրներ են լուծվել։ Հիմա տենց հարթակից շատ չեմ պատմի, ակադեմիային անդրադառնալով ակադեմիան ստեղծեց հարթակի կարևորագույն խնդիրներից մեկը լուծելու համար։ Դա նախագծերի հեղինակներին դրամահավաքի գիտելիքներով զինելն էր, քանի որ շատ նախագծեր ուղղակի դանդաղում էին հաջողության հասնել այդ գիտելիքների պակասի արդյունքում։ Այդպես սկսեցինք դրամահավաքի դասընթացներ տալ, 24 թվականի գարնանից մեկնարկել ենք արդեն 2 ամբողջական դասընթաց, երկրորդը շուտով կավարտվի, կարելի է ասել 2 ամբողջական դասընթաց ունենք դրական արդյունքներով իրենց, ու մանավանդ երկրորդ կուրսը սկսելուց մենք հասկացանք, որ օրինակ դրամահավաքի process-ում, երբ որ մարդիկ այդ ուղղությամբ են կրթվում, ունեն պարտադիր
բացեր, որոնք կապված են հենց AI-ների հետ ու AI-ների կիրառմամբ նույն կրթական process-ը կամ նախագծի ընթացիկ փուլ ավելի արդյունավետ դարձնելը լուծվում է։ Ու այդպես սկսեցինք երկրորդ կուրսում շատ ինտենսիվ ինտեգրել AI-ը տարբեր գործիքներով, խորհրդատվություններով, ու այդտեղից եկավ գաղափարը, որ կարող ենք հենց AI կուրսեր էլ մշակել, ինչի մենակ դրամահավաքի մասնագետները կարողանան այս հնարավորությունից օգտվել, մանավանդ այն դեպքում, որ կոնկրետ ոլորտներ կան, որոնցում տասնյակներով կօգնի, տասնյակ անգամներ կօգնի։ Ռեարմենիան հիմնադրամը ու Ռեարմենիա հարթակն է որպես համագործակցության հարթակ, ինքը լրիվ անվճար է բոլորի համար, այդ խնդիր լուծողները բաներ, ու մենք ինչքան հնարավոր է ինչ որ մի բան անվճար անել, այդ թվում գիտելիքով կիսվել, անում ենք, ու այս վեբինարը դրանցից մեկն է լինելու, սակայն սրան անպայման կհետևեն, կհաջորդեն արդեն վճարովի կուրսեր, ավելի խորը, ավելի մասնագիտական, Շնորհակալ եմ ձեզ մանրամասներ ներկայացնելու համար, ռադիոլսողներին շատ արագ եւս մեկ անգամ հիշեցնեմ, վաղը մարտի 15-ին ժամը 15-ին on-line վեբինարը կսկսվի AI-ի հմտությունների հետ կապված, հիշեցնեմ անվճար է, բանախոսներս խոստացան, որ եթերից անմիջապես հետո կոմենտներ հատվածում կտեղադրեն նաև լինքերը, որպեսզի դուք ծանոթանաք։ Հիշեցնեմ, զրուցակիցներս էին Ռեարմենիա համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանն ու Ռեարմենիա ակադեմիայի AI խորհրդատու Անահիտ Վարդանյանը, ես Լուսինե Մուրադյանն եմ, մնացեք հանրայինի հետ։